Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 28։ Սիրեցեք Տիրոջը, ով նրա ամեն սուրբ էր, Տերը պահում է հավատացյալներին և ավելությունով հատուցանում է նրան, որ ամբարտավանություն է գործում։ Սաղմոս 31-րդ գլուխ 23-րդ խոսք։ Սուրբ զգացմունքները պարզապես լույսի ծզուրկ ջերմություն չեն, դրանք միշտ բխում են մտքի գիտելիքից, միտք ստացած հոգևոր ուսմունքից, լույսից կամ ճշմարիտ գիտելիքից։ Աստծո զավակը շնորհքով ազդվում է, որովհետև այժմ տեսնում և հասկանում է աստվածային բաներից ավելի, քան առաջ էր հասկանում, ավելի է ճանաչում Աստծուն, Քրիստոսին և այն փառահեղ ճշմարտությունները, որ ներկայացված են Ավետարանում։ Նա ունի ավելի պարզ և ավելի լավ տեսլական, քան նախկինում, երբ չէր ազդվում։ Նա ստանում է աստվածային բաների մասին որոշակի նոր հասկացողություն, նրա նախկին գիտելիքները նորացվում են այն հին տեսլականի քայքայումից հետո։ Ամեն ով որ սիրում է, Աստվածանից է ծնված։ Առաջին Հովհաննես 4 գլուխ 7-րդ խոսք։ Աղոթք եմ անում, որ ձեր սերն էլ ավելի և ավելի հարստանա գիտությունով և ամեն հասկացողությունով։ Փիլիպպեցիս 1 գլուխ 9-րդ խոսք։ Նրանց, որ Աստծո նախանձն ունեն, բայց գիտությամբ չէ, Հռովմայեցիս 10-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եվ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով, իր ստեղծողի պատկերի պես։ Կողոսացիս 3 գլուխ 10-րդ խոսք։ Ուղարկի քո լույսը և քո ճշմարտությունը, նրանք առաջնորդեն ինձ և տանեն ինձ դեպի քո սուրբ սարը։ Սաղմոս 44-րդ գլուխ 3-րդ խոսք։ Գրված է մարգարեների մեջ, թե ամենքն Աստվածանից սովորած կլինեն։ Արտամենն ով որ հորից է լսում և սովորում է, գալիս է ինձ մոտ։ Հովհաննես 6-րդ գլուխ 45-րդ խոսք։ Գիտելիքն այն բանալին է, որը նախ բացում է կարծրացած սիրտը, լայնացնում հորիզոնները և այդպիսով մարդկանց համար բացում ճանապարհը դեպի երկնքի արքայություն։ Դուք վեր եք առել գիտության բանալին։ Ղուկաս 11-րդ գլուխ 52-րդ խոսք։